Բարի արև, իմ շատ սիրելի առողջներ, արևը ձեր մոլորակն է եւ ես այդպես մեծ հաճույքով ձեզ այդպես դիմում եմ։ Դուք սիրում եք արևը եւ այսօր մայիսի 22-ն է, ձեզ բաժին ընկավ Յուպիտերը եւ բնականաբար դա շատ լավ է, որովհետեւ ինքը մտնելու է եւ այստեղ փոփոխությունների պատրաստում է ձեզ լավ փոփոխություններ բերելու։ Իհարկե մնացյալը պայմանված է ձեր անձնական քարտեզով եւ հիմա տեսնենք հունիս ամսին ինչ այլ փոփոխություններ են սպասվում եւ որ բնագավառում ահա լիալուսին նորալուսին կունենանք արևը կփոխի իր նշանը Մերկուրին Վեներան Մարսը ինչպես արդեն Յուպիտերն ասացինք իրենք փոխելու են իրենց նշանները եւ մենք թերևս սկսենք Վեներայից բնականաբար դուք սիրում եք այդ մոլորակը, որովհետև ինքը սիրո մոլորակն է, դուք սիրո նշանն եք, այստեղ հունիսի 6-ից մինչև հուլիսի 4-ը Վեներան կտեղավորվի ցուլի նշանում եւ բնականաբար այստեղ դուք փորձեք կարգավորել շատ այդպես ղեկավարության հետ կապված հարցեր կլինեն, ֆինանսների մասին կքննարկեք իրենց հետ հարցերը, ոմանք աշխատանքի հետ կապված, ոմանք իրենց պաշտոնի գործի հետ կապված, այդպես հանդիպումներ կունենանք, քննարկեն եւ իհարկե ոմանց մոտ էլ աշխատավարձի հետ կապված եւ այստեղ բնականաբար սիրո թեման եւս կա, որտեղ Վեներան է, այնտեղ սերն է եւ ֆինանսները, ահա անցնենք առաջ հունիսի 9-ին Մերկուրին կմտնի Խեցգետնի նշան, այնտեղ կմնա մինչև հունիսի 25, այնուհետև տեղավորվելու է ձեր նշանում 26-ից սկսած սիրելի առույցներ, սա ուզում հատկապես նշել, որովհետև հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն ձեր կյանքում եւ միգուցե հանդիպումներ ոմանց մոտ կարող է լինել գաղտնի նաեւ հանդիպում ղեկավարության հետ կամ ընդհանրապես ղեկավար անձանց հետ, անպայման չի ձեր ղեկավար լինի, հեղինակավոր անձանց հետ, հա, այսպես ասենք, այդպիսի հանդիպումներ կլինի, որից հետո ես կարծում եմ արդեն հունիսի 26-ից հետո մոտ այդպես մեկ ամսվա սահմաններում հավանաբար դուք ուրեմն որոշակի քայլեր պիտի անեք եւ ինքներդ արդեն լինեք նախաձեռնողը, հանդիպումներ ունենաք, միգուցե աշխատանքի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված եւ այլն, այսպես իրադարձությունից դրան բնականաբար օգնել էր Մարսը, որ դրանից առաջ, բայց հիմա ինքը գտնվում է ձեր նշանում եւ օգնում է միանշանակ ավելի հեշտացնում որևիցե քայլ անելը լինի դա անձնական հարցում լինի դա աշխատանքի հարցում կամ այլ հարցերում որտեղ որ դուք ունեք ուրեմն պարզաբանելու այդպես հարցեր կան ինքը կարծում եմ շատերի մոտ կարգավորել է եւ Մարսը ինքը 17-ին քանի որ խոսում Մարսի մասին, մի քիչ առաջ անցնենք 17-ին ինքը արդեն մտնելու է կույսի նշան, ուստի ես ձեզ սիրելի առույցներ, եթե գործեր կա, փորձեք մինչև 17-ը ուրեմն ավարտել, որովհետև ինքը կմտնի կույսի նշան, ձեր ֆինանսներն են, միգուցե այստեղ գիտեք, մինչև օգոստոսի 6-ը եւ աշխատանքի հարցում եւ ֆինանսների հարցում ինքը բերում է կարգավորում, կարող են ուրեմն մեծ հաշվով ինչ որ լավ իրադարձություններ լինել չնայած որ հիմա շատերի մոտ ես կարծում եմ կամ այդպես գնալով ավելի հնարավոր է որ ոմանք ունենան աշխատանք որտեվ գիտեք ինչ կախված է ձեր արևի նշանից եւ ասցենդենտի նշանից հիմա եթե ձեր արևի նշանն է առուծը դուք պետք է անպայման լսեք ձեր ասցենդենտի նշանը եթե աշխատանքի կամ այլ հարցերի հետ ասենք հարցեր կան խնդիրներ կան պիտի լսեք միայն մի նշանով հնարավոր չէ եւ հիմա ասցենդենտով առույցները շատ կոնկրետ սա վերաբերում է միայն առույցներին որոնք ասցենդենտի նշանն է, այսինքն դու ցանկացած նշան կարող եք լինել, բայց ձեր ասցենդենտի նշանը ուրեմն լինի առյուծ, այ հիմա դա վերաբերվում է իրենց եւ ասեմ, որ ձեզ ուրեմն որոշակի աշխատանքի հետ որոշակի խնդիրներ կարող են լինել, այսինքն գնալով դա զգացվում է, դա կա, պիտի ինչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ դա շատ անհատական է անձնական քարտեզը պիտի այստեղ նայվի
բոլոր դեպքերում սա ուղղակի տրանզիտներն է զգուշացնում, որ որոշակի դժվարություններ կլինեն։ Ոմանք միգուցե արդեն ասցենդենտով առույցները գտնում են այդ վիճակում, միայն ասցենդենտով առույցներ, նորից եմ կրկնում, որովհետև ինձ շատ են այս հարցերը տալիս, ուրեմն կամ արժևում այդ դժվարությունը ասցենդենտով առույցների դա կա, այնպես որ պետք է ուշադիր լինեն կամ փնտրեն այլ տարբերակներ, որովհետև նաև գիտեք ինչ հնարավոր է գումար վաստակել նաև առանց աշխատելու, այ հիմա այդ տարբերակն է ձեզ մոտ, պիտի ինչ իրավիճակում որ դուք գտնվում եք, փորձեք այդտեղ հասկանալ ինչ կարելի է անել վարձով տալ կամ ինչ որ մի բան վաճառել, որպեսզի ասենք դրանից գումար կա, այսինքն միշտ էլ ելքը կա, դուք ուղղակի պիտի իմանաք ինչ անել։ Ահա։ Եվ 10-ին ուրեմն Յուպիտերն է մտնում խեցգետնի նշան, ինքը այդտեղ կմնա 1 տարի, ինքը հաջողություն է բերում, միգուցե դա արտերկրի հետ կապված լինի եւ հնարավոր է որ նրանք ովքեր արվեստում են ինչ որ փոփոխություններ լինի, բոլոր դեպքերում փորձեք ինչ որ բան ձեր պլաներում փոփոխել, նորովի, յուրովի նայել շատ հարցերի, դա կարող է ձեզ օգնել ասցենդենտով առույցների մասին է խոսքը շատ կոնկրետ դնեմ, որպեսզի հասկանալի լինի, այսինքն որոշ հարցեր կան, որ շատ ավելի կոնկրետացնում է, որ դա պետք է նայվի ասցենդենտի նշանով։ 11-ին հունիսի Հայաստանի ժամանակով 11:43 40 վայրկյան տեղի կունենա լիալուսինը, արևելյան լուսինը կհակադրվեն 21 աստիճանում եւ այն տեղի կունենա կրակի նշանում, աղեղնավորի նշանն է, այստեղ թե ձեր բիզնեսն է, թե սիրո թեման է, թե երեխաների թեման են, միգուցե ինչ որ հարցեր կլինի, ոմանք ամուսնության թեմա, երեխա ունենալու թեմա կլինի, ոմանց մոտ պարզապես երեխաները մեծ են, ինչ որ այսպիսի հարցեր կարող են լինել, տեղափոխվեն երեխաների մոտ, երեխայի մոտ ժամանակավոր, ասենք եթե վերանորոգում են տունը, այնտեղ գնան կամ երեխաները գան, այսպիսի փոփոխություն, տեղափոխություններ եւս կարող են լինել առույցների մոտ կամ ամուսնանալ, գնալ այլ տեղում ապրել, այսպիսի բաներ կլինին եւ իրենք արդեն լիալուսնի ժամանակ իրենց համար բարձ կլինի այդ ամենը իրենց անելիքները 17-ին Մարսը կմտնի արդեն կույսի նշան, շատ կոնկրետ է, իրեն ես Մարսի մասին ասել էի, որ մինչև օգոստոսի 6-ը մնալու է կույսի նշանում եւ այստեղ ձեր ֆինանսական հարցերն են, իսկ օգոստոսի 7-ին արդեն կմտնի կշեռքի նշան իհարկե լավ է ամեն դեպքում պետք է հուսադրվել, որ Մարսը այդտեղ մտնելով ձեզ համար դեռևս լավ տրամադրությունները կարող են շարունակվել, որովհետև ասացի Մարսը ձեր նշանում ինքը բերում է լավ տրամադրություն, միանշանակ լավ գործողություններ ավելի հեշտ են լինում եւ 21-ին արևը կմտնի խեցգետնի նշան, դա ձեր 12-րդ տունն է, այդտեղ հավաքվել են մոլորակները Մերկուրի Յուպիտեր, Սպիտակ լուսինը, արևը եւս այդպես ամբողջացնում են եւ իրենք փորձեն, եթե կան շատ առույցներ, ասցենդենտով առույցները, չէ արևի նշանով, այլ ասցենդենտով առույցները, եթե ինչ որ հուսալքություն կա, հիասթափություն կա եւ այլն ինչ որ բան չի ստացվում, ապա ես ասեմ, որ կարող է իրենց մոտ լինել փոփոխություններ աշճանաբար, հատկապես եթե խորհրդակցեք ճիշտ ուղով գնաք, ապա ամեն ինչ հնարավոր է, որ փոխվի դեպի լավը եւ ավարտենք թերևս 25-ով որովհետև այդ օրը ժամը Հայաստանի ժամանակով 14:31 վայրկյան տեղի կունենա նորալուսինը, արևելուսինը կմիանան 5 աստիճանում եւ նորից 12-րդ տոնն է դա լինելու եւ կարծես նոր սկիզբ է դրվում նոր փոփոխությունների, եթե դժվարությունների մեջ եք, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, ինքը կարող է նոր սկիզբ դնել եւ փոխել ձեր մոտ շատ բան ձեր կյանքում շատ բաներ փոխվեն, պարզապես պետք է գիտեք հոգեպես տրամադրվեք դեպի լավը, որ անպայման ամեն ինչ ստացվելու է եւ դա շատ կարեւոր է եւ կարծում եմ ամեն ինչ լավ կլինի, մնացած արդեն ձեր անձնական քարտեզը ցույց կտա սիրելի ասցենդենտով առույցներ եւ նաեւ ասցենդենտով առույցների դեպքում այստեղ մի ավելացում եւս անեմ, տեսեք ես համոզված եմ, որ առույցների մոտ ուրեմն փոփոխություն է եղել իրենց աշխատանքի հետ կապված միանշանակ եթե
2-3 անգամ չի եղել, ապա մի անգամ եղել է վերջին 5-6 տարիների ընթացքում եւ նշեմ, որ դա արդեն կարող է դա աստիճանաբար դուք հուլիսին մի քիչ թեթևություն կզգաք եւ ինչպես նաեւ արտերկրի թեման է, ոմանք իրենց ապագան տեսնում են դասավանդելու մեջ, կարող ինչ-որ փոփոխություններ լինի ձեզ մոտ եւ դուք այդտեղ տեսնեք, ոմանք այնտեղ արտերկիր գնալու սովորելու եւ այնտեղ աշխատանք գտնելու կամ բիզնես ունենալ արտերկրի հետ, ուրեմն սովորել, դասավանդել, այս ամեն այսպիսի ուրեմն տրամադրություններ կլինեն բոլոր դեպքերում այստեղ մոլորակների մուտքը ուրեմն շատ ավելի լավ է անդրադառնում առույցների վրա, ասցենդենտով առույցների մասին է խոսքը եւ կարծում եմ, որ դա ձեզ հաջողություն կբերի սիրելի առույցներ, դուք կհասկանաք, դեռևս այդպես ինչ որ տատանվում են, չգիտեն սա է ճիշտ, այն մյուսը, բայց ես կարծում եմ աստիճանաբար ուրեմն ձեզ համար պարզ կդառնա հատկապես, որ Յուպիտերը 1 տարի հետո արդեն հայտնվելու է ձեր նշանում եւ ձեզ մոտ լինելու է փոփոխություն դեպի լավը, այնպես որ փորձեք հիմա գնում եք փոփոխությունների շրջանը, ձեզ մոտ դուք պիտի կարողանաք ճիշտ ուղին գտնել, հասկանալ ինչ անել, որպեսզի փոփոխեք դեպի լավ, այսինքն եթե դուք հիմա քայլեր անեք մի տարվա ընթացքում, հետո արդեն ամեն ինչ ձեզ կոտեղի վրա կմատուցվի։ Սրա մասին է խոսքը։ Այսքանը թերևս այսքանով ավարտեմ սիրելի առույցներ, բանը նրանումն է, որ բոլոր դեպքերում շատ ավելին մանրամասնելու իմաստ չկա, որովհետև այստեղ անձնական քարտեզն է աշխատում, որովհետև տեսեք, ասենք ապագայի հետ կապված, եթե ամբողջ մոլորակները, այսինքն շատ հիմնական մոլորակները հավաքված լինեն ձեր նշանում, միանշանակ ասենք կարող ենք ասել, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, իսկ եթե հանկարծ շատ մոլորակներ հավաքված լինեն խեցգետնի նշանում, կամ ասենք այծեղ ջուրի նշանում, այստեղ որոշակի ձեր ապագայի հետ կապված որոշակի դժվարություններ, որոշակի ուրեմն այդպես անորոշություններ կարող են լինել, կամ ասենք մի մոլորակ շատ կոնկրետ այդտեղ է գտնվում եւ ինքն էլ հենց այդ բնագավառում այդ ասպարեզում առաջացնում է խնդիրներ, այսպես կարող է լինել, դրա համար ինչ որ մանրամասնել դա ուղղակի անիմաստ է եւ ոչ պրոֆեսիոնալ, դրա համար ես ուրեմն ասում եմ հիմնական տրամադրությունները, հիմնական էներգիան եւ այն ինչ սպասում է, ինչ քայլեր, որ դուք դա ընդհանուր է եւ դուք դա կարող եք անել ավելի շուտ, որպեսզի կարողանաք շրջանցել, որպեսզի կարողանաք հաղթահարել այդ ամենը եւ ի վերջո եթե ինֆորմացված ես, ապահովված ես, պաշտպանված ես, ավելի ապահով ես քեզ զգում։ Այսքանը սիրելի առույցներ, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ։